Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր փետրվարի 5։ Եվ երբ որ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։ Ելից 12:13 խոսք։ Մեզ համար թանկարժեք արյունը տեսնելը մխիթարություն է, բայց հենց Տիրոջ տեսությունն է, որ ապահովում է մեր անվտանգությունը։ Նույնիսկ երբ մենք ի վիճակի չենք այն տեսնելու, Տերը տեսնում է այն և դրա շնորհիվ անցնում է մեր վրայով։ Եթե մենք այնքան խաղաղ չենք, որքան պետք է լինենք, որովհետև մեր հավատքը թուլացել է, այնուամենայնիվ մենք ապահով ենք, որովհետև Տիրոջ աչքը չի թուլանում, և նա հաստատուն հայացքով տեսնում է մեծ զոհաբերության արյունը։ Տերը տեսնում է խորը և ներքին իմաստը, անսահման լիությունը այն ամենի, ինչ նշանակում է իր սիրելի որդու մահը։ Նա տեսնում է դա արդարության բավարարվածության և իր բոլոր անհամեմատելի որակների փառաբանված խաղաղ հիշողության մեջ։ Նա տեսավ արարչագործությունը իր ընթացքի մեջ և ասաց. «Բարի է», բայց ի՞նչ է ասում փրկագործության մասին իր ամբողջականության մեջ։ Ի՞նչ է ասում իր ամենասիրելի որդու հնազանդության մասին մինչև իսկ մահ։ Ոչ ոք չի կարող պատմել նրա հաճությունը Հիսուսի մեջ, նրա խաղաղությունը այն քաղցր բույրի մեջ, որը Հիսուսը ներկայացրեց, երբ ինքն իրեն անբիծ ընծայեց Աստծուն։ Հիմա մենք կարող ենք խաղաղ վստահությամբ հանգստանալ։ Մենք ունենք Աստծո զոհաբերությունը և Աստծո խոսքը, որոնք մեզ տալիս են լիակատար վստահության զգացում։ Նա կանցնի մեր վրայով, քանի որ չխնայեց մեր փառահեղ փոխարինողին։ Արդարադատությունը միավորվում է սիրո հետ, ապահովելու համար հավիտենական փրկություն բոլոր նրանց համար, ովքեր ցողված են նրա արյունով։